Եվ վերջի 5-րդ կետը իհարկե պատրաստվելն է բանակցություններին։ Այստեղ ես ուզում եմ մի կարևոր բան մենք իրար հետ հասկանանք, նայեք, գնում ենք մեծ թվով բանակցությունների, հաճախ հախուռն առանց պատրաստվելու, մի հատ ուրիշ հանդիպումից ելնում ենք, վազում ենք, մի քիչ ուշանում ենք, ձեռի հետ երեխուն մանկապարտեզից վերցնելու հարցն ենք լուծում, չգիտեմ ինչ-որ բժիշկի մոտ գրանցում ենք մեր տատիկին, հա, ու հասնում ենք մի հատ բանակցության տեղ, որտեղ քննարկվում է $200 միլիոն ինչ-որ գործարք։ Սա կատեգորիկ, եմ որ ասում եմ, անթույլատրելի է եւ սխալ է, ինչի, որովհետեւ եթե ինչ որ մի քայլից կախված է, չգիտեմ, 50 կամ 40 միլիոն դրամ, կամ լավ 1 միլիոն դրամ, ապա այդ արժի նրան, որ դու նախապես նստես, մի չեքլիստ հանես ու այդ չեքլիստով այդ բանակցությանը պատրաստվես։ Ինչը այսօրվա մեր բիզնես աշխարհում շատ քիչ կարելի է անել։ Մարդիկ գալիս են մի հատ մեծ գործարքի շուրջ նստում են, տեղում սկսում են իմպրովիզներ անել։ Ինֆորմացիա առանց հավաքելու, առանց դրա համար էլի եմ կրկնում, մեծ մի հատ թիվ մնում է սեղանին ու իրանք գնում են։ Հետևաբար, այս 4 կետը ֆիքսելով, հիշելով ինչի մասին էր, մենք գնում ենք առաջ եւ հաջորդ մեր ամեն հաջորդ սլայդում մենք ավելի ու ավելի հարստացնելու ենք այն ինչ քննարկեցինք առաջի սլայդում։ Հիմա ոնց որ Արսենը նշեց, գինը դա միակ պայմանը չի, ես կասեմ հետեւյալը, բանակցության հիմնական թեմայից բացի կան նաև այլ պայմաններ։ Այս միջուկի շուրջ եւս գոյություն ունի մի հատ sense թաղանդ, այդ հիմնական պայմաններից տարբեր այլ պայմաններ։ Մինիմում կարելի է դուրս բերել 7-ից 10 պայման, մասնավորապես թվարկեմ։ Վճարման ամենառաջինը տեսակը, ոնց է վճարումը տեղի ունենալու։ Այդ կարա լինի կանխիկ, բանկային փոխանցումով, սև, սպիտակ, մոխրագույն։ Դա մեկ։ Երկրորդ պայմանը վճարման պարբերականությունը, երրորդ պայմանը վճարման public կամ գաղտնի պրիվատությունը, չգիտեմ, չորրորդ պայման գործարքի փուլային իրականացումը, փուլերի բովանդակությունը եւ ժամկետները։ Այս սա կարելի է քննարկել եւ ստեղ նույնպես թաքնված է ահռելի օգուտ։ Օրինակ կարող է ձեր ֆինանսիստը քեզ գալիս ու ասում է, գիտես ինչ, եթե մենք գործարքի ամենասկզբում վերցնում ենք 40%, այդ դեպքում հաշվի առնելով ինֆլյացիան ու հաշվի առնելով, որ այս պրոյեկտը 4 տարվա պրոյեկտ է, մենք ինֆլյացիայի տոկոսի վրա փող ենք աշխատում։ Ինֆլյացիան տարին 1.5% է օրինակ, այսքան տոկոս մենք փող ենք աշխատում, այսինքն մենք միանգամից մեծ կտոր վերցնելով, մենք կարող ենք այդտեղ բանը գնի մեջ զիջում անենք, օրինակ եմ ասում։ Հետևաբար ցանկացած բուն նյութին զուգահեռ եւս 7 հատ պայման է պետք դնել եւ քննարկել, ուստեղ դուք մի հատ հետաքրքիր բան բացահայտեք, որ այն ինչը ձեր համար ծրի է, դիմացինի համար դա կարա արժեքավոր լինի։ Օրինակ ձեր համար մեկ է այդ գործարքը կլինի, օրինակ բանկով, թե բան քեշ, вообще մեկ է, դուք երկուսն էլ օքեյ, բայց իր համար դա քրիտիկական կարևոր է։ Հասկանում եք, այսինքն երբ որ մենք գործարքի արժեքի կողքը դնում ենք այդ 7-8 հատ պայմանը, մենք տեսնում ենք, որ այն ինչ մեր վրա շատ ոչ մի բան է նստում, կամ մեր համար դա ձրի է, դիմացի կողմի համար դա մեծ արժեք է ներկայացնում։ Եվ դա լինում է մոտավորապես այն կոճակները, որով մենք կարում ենք խաղանք բանակցության հիմնական թեմայի հետ, հիմնական գնի հետ, եկեք այստեղ գրեմ այս կողմ 1, կողմ 2, այս հիմնական թեման է, որը էլ իր դիապազոնը ունի, հեսա կխոսանք դրանից, եւ լրացուցիչ պայման 1, 2, 3, 4, 5, 6, 7, լրացուցիչ պայման 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Եվ ստեղ կտեսնենք մենք, որ մի հատ ինչ-որ պայման կա մեր համար, որ մեր վրա սա вообще ոչ մի բան է նստում, բայց իր համար սա արժեք է եւ մենք սրանով փոփոխություն ենք անում, սրանով իր հետ գործարքի ենք մտնում։ Okay, այս մասով պարզ է, հա? Հետևաբար ցանկացած բուն նյութին զուգահեռ մենք պետք է ունենանք այլ պայմաններ։ Այլ պայմանները դուք կգրեք, չեք գրի, իրանք մեկական, ու եթե դու դա գիտակցաբար չես խաղում այդ այլ պայմանների հետ, հա, այդ այլ պայմանները պրոստը ձրի զոհաբերվում են ընդհանուր գործարքի մեջ։ Մի հատ լավ օրինակ բերեմ այդ մասով։ B2C-ից էս օրինակը կարելի է բերել, եթե վերցնենք ինչ-որ մեկը տուն ա ուզում առնի, մենք իներցիայով հիմնականում կողմնորոշում ենք քառակուսի մետրի արժեքով։ Վերցնենք 1 միլիոն դրամ արժի, իներցիա կա շուկայում, դե ընկերներս 1 միլիոնով են առել, ես է պետք է առնեմ, հա։ Բայց ես միշտ ասում եմ, որ
երբ որ շուկայում առաջնային շուկայում նավանդը նորակառույցների շուկայում դու գին են գրում, միշտ վճարման պայմանն է կարևոր, ոչ թե գինն է կարևոր։ Այո։ Ու օրինակ երկու շենք են իրար կողք, մեկը 500,000 դրամ մետր քառակուսին, մեկը 650, բայց մեկը ունի միջև շինարարության ավարտ 30% ամիս վճարելու պայման, մյուսը ունի քեշ հենց հիմա վճարելու պայման։ Այս իրական բան եմ ասում, 35-ը ծախել ենք այս երկրորդից արդեն այս ամիս, այդ առաջինից մի հատ երկու հատ ենք ծախել։ Որովհետև էժան է, բայց հիմա պետք է ամբողջը տաս։ Այս պայմանի փոփոխությունը շատ բան է։ Քո ասած ոչ էական պայման կարող է դիտվի, բայց գինն էլ իրականում բարձր է, որտեղ այն կորցրած տոկոսը մտնում է այդ գնի մեջ, բայց բոլորը օքեյ են դրան, էլի։ Իսկ առաջի ռեակցիան օրինակ գնորդների դեպքում էնա, չէ, ինգեր թանկ է։ Բոլորը իներցիա բառն եմ շատ սիրում, բոլորը իներցիայով են կողմնորոշվում ու ռեակցիաներ տալիս, այդտեղ այդ իներցիայի պահը ընկալելը, որտեղ միտեղ գրել եմ լռել, իմանալը շատ կարևոր է, որպեսզի պատասխան առաջարկ կամ մի հատ իրան հարմար պայման հանես են ցանկից ու առաջարկես, էլի։ Ես ուզում եմ ստեղ ընդգծեմ, որ եթե մենք այս պայմանների հետ սկսենք աշխատել, դուք կտեսնեք, որ այդտեղ կան պայմաններ, լովի ասած, որը կարա այս ամբողջը շուտ է։ Այսինքն ինքը սկզբում թվում է ածանցյալ պայմաններ, կամ եթե մաթեմատիկայի հետ սեր ունեք, հա, բանաձևի մեջ իրանք փոփոխականներ են, որոնք ավելի քիչ կորելացիա ունեն վերջնական արդյունքի հետ։ Բայց մեկ էլ տեսնում ես, օրինակ մարդը ասում է 20% էժան տուր, դու ասում ես ախպեր, օքեյ 20% է, բայց հյուսիսային կողմից է այդ բնակարանը։ Քո համար օքեյ է հյուսիսային կողմը։ Ինչ որ մեկը կարող է ասի հա, բայց всё արև չի տենում ինքը, օրինակ, հա, вообще այդ կողմ արև չի գալի, կամ դու ասում ես, հա, օքեյ է, բայց չգիտեմ, այստեղ մի հատ ուրիշ պայման ես բերում, դնում սեղանին, այսինքն այս պայմանները ես 7 հատ ամենակիչն եմ ասում, 7-ից քիչ вообще չարժի մտնել բանակցություններ, բայց ինքը կարա գործարքներում 10-15 պայման լինի ու եթե դուք երկուսինդ էլ գրում եք, դուք շատ լավ խաղում եք իրանով էլ ձերով էլ, շախմատ եք խաղում։ Ինքը ասում է, էսի դե քիչ փողը հետո տամ, ասում ես լավ, օքեյ, ուրեմն էսա, չգիտեմ, քեզ սպասարկելու է ոչ թե այս մարդը, էսի մեր բիզնեսից ասեմ, հաշվապահական, ասենք մարդը ասում է, դե օքեյ, այսքանով զեղչ արա, ասեմ, օքեյ, այդ դեպքում քեզ ոչ թե 7-10 տարվա հաշվապահանա սպասարկելու, այլ 2 տարվա հաշվապահանա սպասարկելու։ Всё, մարդը ասում է, չէ, մի րոպե, հետ ենք գալիս են գնին։ Ուստեղ առաջին հայացքից ածանցյալ թվացող պայմանները բուն գործարքի մեջ երբեմն այնքան ծանրություններ ունենում, որ գործարքը ամբողջությամբ շուռ են տալի։ Եվ այդ պայմաններով դու կարող ես ոչ զեղչ տաս, ոչ զիջես, զիջելուց էլ, էս էլ է շատ կարևոր կետ։ Բանակցություններում ընդունված է, որ համաձայնության նախափուլը դա զիջումներն է։ Ու եթե դու այս պայմանները չունես, դու ինչը պետք է զիջես, այս քո օգուտի մասը։ Երբ որ դու պայմանները ունես, օրինակ մարդը ասում է, դե չէ, այսքան է բյուջեն, ասում ես, օքեյ, բայց ոչ թե 20 օրում բերդ կհասնի, այլ կհասնի 35 օրում, քո համար կարևոր է ժամկետը։ Ոնց որ չէ, որտեվ այդ ապրանքը այդ ֆուրը գնալու է, հետ գալուց է իջնելու քո ուզածտեղը։ Всё, դու 17 օր ավելացրեցիր ու բան արեցիր, հա, այլ գնով վաճառեցիր։ Նայ կապը կողմը բանակ, հա, որովհետև կարող է հետո թիմը շարունակի այդ պայմանների վերաբերյալ մանրամասն բանակցություններ։ Հիմնական թեմայի վերաբերյալ բանակցում է, գալիս է նշանով հայտարարի այդ պայմանները դա արդեն ընթացիկ աշխատանք է։ Դու հա քննարկում ես թիմը։ Հակո, բայց ես չպետք է մնա հետո։ Իմ ասածը նա է, որ դա միաժամանակ նախապատրաստվան փուլում քո դու պետք է իմանաս այլ քո պայմանները, ժամկետ, գին, ոչ թե գին, այլ վճարման ձև, գործարքի փուլեր, գործարքի որակ, աշխատակիցների կվալիֆիկացիա, սրանք այն կետերն են, որոնք մտնում են բանի մեջ, այլ պայմանների մեջ, հա, գաղտնիություն, հայտնիություն ու լիքը այլ բաներ։ Օրինակ դիզայներին բան ես պատվիրում, դիզայներն ասում է, որ բանա, այս գնով պետք է անեմ այս պրոյեկտը, դու ասում ես, օքեյ, բայց ես չեմ ուզում, որ դու քո պորտֆելի մեջ այս պրոյեկտը դնես։ Հա, տալիս եմ քո քառակուսի մետրի համար 10,000-ը, բայց չեմ ուզում։ Ինքը մի անգամից ասում է ոնց, չէ, այդ իրա երկրորդային օգուտն է, որ ինքը ասի, որ այս, չգիտեմ, կլուբ կապիտալի բանը ինքն է արել։ Դու ասում ես չեմ ուզում, այդ թող գաղտնի մնա։ Մի անգամից դու ոչ թե զիջում ես բանը օգուտ, այլ զիջում ես երկրորդային պայմանները։